Ուզում եմ մեր երկրի վիճակից ձեզ հարցնել 5 օրից ավել է Գորիսում կրակոցներ են։ Թող միավորվեն, ինչ է այսինք մնացել։ Թող միավորվեն, գնան, պայքարեն։ Պայքարը միշտ կա, եթե Ինչի համար պայքար են։ Պայքարը դրանց դեմ, ինչի պիտի կրակեն։ Նայել ասма իրանք են կրակում։ Հիմա պայքար ենք արտաքին թշնամու դեմ, թե ներքին հարցեր կա, արտաքին կա, ներքինը վաղուց է, որը տենց էլ մնացել է շատ մարդկանց ձեռատալի, արտաքինն էլ թե գիտեք արդեն միայն ուժի վրա է։ Եթե չհաղթեն, միշտ սենց նսեմացած են մնալու։ Պետք է հաղթեն, պետք է միավորվեն, անպայման։ Տարիներ շարունակ մարդիկ ինչ տանջանքով պահել են, այսօրվա օրս նրանք թողում են։ Անդունդի եզրի կայնացել է, ել ինչ երկիր, որ ինչ վիճակ։ Ոչ ժողովուրդն է մի վիճակի, մենակ կառավարությունն է լավ վիճակի մեջ ու վсё։ Ծախելով է թմեն ժողովրդին, հողերը, մողերը սաղ, ոչ մի բան։ Խնդրում են դեսից դենից փող տան, էդ էլ չեն տալի, անգնում են թանկացումներ են անում, մտել են ժողովրդի ջեբը տրանսպորտ են թանկացնում, այս են թանկացնում են, որ կարողանան բյուջե լցեն իրանց պարգևադրումները չպակասի, այդքան բան։ Ինչ կա։ Այն զորքն էլ հակել փոխանա ղրգի սահման, լցելա կողքը ֆարմա, որ իր խաթրին կապնող չլինի։ Երկու օքիլ են ասեն բունտավատան են, խփեն գլխաներին տանեն, էլի։ Այդ է ժողովուրդը սուսարած նստած։ Միայն կրակոցները չի։ Գլոբալ մենք խնդիրների մեջ ենք։ Մեր երկիրը գլոբալ խնդիրների մեջ է, խորը։ Շատ վատ վիճակ է, ինչ վիճակ։ Ինչ վիճակ եք ուզում լինի, եթե այսօրվա դրությամբ մեր երկրի ապագան կործանված է ղեկավարության միջոցով։ Ինչ լավ բան եք սպասում։ Լավ բան կա 5000-ը ջահել երեխեն գնաց կոտորվավ, բայց սա երկիրը այսօր տալիս ենք։ Ինչ են մտածում, որ ինչի մասին են մտածում։ Ժողովուրդը ինչ պետք է անի։ Ոտքի պետք է հելնի, ինչ պետք է անի։ Պետք է հելնի ոտքի, ուրիշ ոչ մի բան։ Այդպես չի լինի։ Մեր ժողովուրդն էլ է մեղավոր, որտեղ միասնություն չկա։ Պետք է միաբռունց կլինենք։ Մեր երկիրը ոչնչացրեցին, վերացրին, սա թաղեմ Նիկոլին էլ, Ռոբերտ Քոչարյանին էլ, Սերժին էլ, այս սաղ, այս ժողովրդի, այս զինվորների, անմեղ սաղ մեկը մեկից ջահել, մեկը մեկից սիրուն, մեկը մեկից ուսումով տարավ սաղի գլուխը կերավ, թաղեմ իրան։ Իրա տղեն ու իր երեխեքը պետք է թային, որ իմանար ինչ բան է։ Չգիտեմ, ես մեր ժողովրդի վրա զարմանում եմ։ Ինչ պետք է լինի, որ դուրս կան իրանք, ինչ պետք է լինի։ Սրանից ավել Թուրքիա հասել է, ասում Սևան բանա հասե, դուրս արեք, ինչի դուրս չեք գալիս։ Մեկը ես առաջի հերթին ես կգնամ, ամեն ինչներ կասեմ, ամեն ինչ, բայց թե ուրա ոչ մեկ ոչ դուրս է գալի, ոչ էլ ձեն է հանում։ Facebook-ով գրում են, կարդում եմ, ամեն ինչ գրում եմ, թքում եմ, մրում եմ, իմ կողմից ինչ ասես գրում եմ, Նիկոլին։ Արդեն 5 օրից ավել է Գորիսում կրակոցներ են, Սոտքում կրակոցներ են, մարդիկ նույնիսկ իրենց Facebook-յան էջերով տեսանյութեր են տարածում։ Պաշտպանության նախարարությունն էլ արդեն այսքան օր անցել է նոր հայտարարություն է անում, որ այդ կրակոցները իբրև մեր վրա չեն։ Ուղղակի ադրբեջանցիները անկանոն կրակոցներ են անում։ Դուք ինչ եք մտածում։ Ես ինքս իմ նախնիների գերեզմանը թողել եմ Ղարաբաղում։ Հիմա ես ինչ պիտի ասեմ։ Ու այս ղեկավարությունը ես Աստծուց խնդրել եմ, ինձ մահ չտա, մինչև ես սրանց վերջը չտեսնեմ։ Եթե բոլորս միասնական լինենք, մենք Թուրքի դեմ գելնենք, առանց շահախնդրի, առանց ինչ-որ պաշտոնյայի կամ ինչ-որ բաների մեջ մտելու։ Մենք պետք է միասին լինենք, մեր բոլորս, ոչ թե մեկը Նիկոլին էսա են, ասում են հինը էսա, թազեն էսա։ Պետք է իրար այս 4-5 տարի քրքրում ենք, ուտում ենք իրար։ Ինչի համար ես չգիտեմ, իրար հետ եղեք պայքարեք։ Ընտանիքի մեջ մինչև խաղաղություն չէ։ Իսկ ինչն է պատճառը ձեր կարծիքով, որ ժողովրդի մեջ բաժանում կա։ Պատճառը նա է, որտեղ երկու մասի են բաժանվել։ Փող ուտելը։ Փող եթե չէ, կերեք ուտում են ու կուտել։ Առաջ հերթին որ մեկը մի կողմնա ուզում ձգտում, ուզում է գաղութ դառնա, գաղութ։ Զանգեզուրը տվիր գաղութ ես դառնում։ Կարող ես սխալ եմ ասում։ Իսկ մի կողմն էլ ասում է չէ, մենք ուզում ենք
ըլենք անկախ Հայաստան։ Ես լավատես եմ, լավ ալնելու, իրոք լավ ալնելու։ Սես չի բրալու, վերջո մենք ուշքի պետքա ուշքի գանք։